Խնդիրը նրանում է, որ այսօր տեղի է ունենում Հայաստանի ապա ինդուստրիալիզացումը, այսինքն մենք ունենք ընդամենը մի քանի մեծ արտադրական հզորություններ, որոնց ապագան մեղմ ասած մշուշոտ է, ատոմակայան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան եւ մի քանի այլ։ Դրա համար հրահրեցին ինչ-որ պրոցեսներ, այո, եւ կարծում դրանք գործադուլ եւ այլն դրա նպատակները կոնցեպտը ինչպիսին է ապա ինդուստրիալիզացնել երկիրը, որը չի ունենա մեծ արտադրական հզորություններ, դարձնելով մեզ բացառապես սպառող։ Ադրբեջանը կկառուցի ատոմակայան, Թուրքիան կառուցում է հսկայական Եվրոպայում ամենախոշոր միջուկային կոմպլեքսը, սահմանների վերաբացման, կապերի վերահաստատման պարագայում ինչն է խանգարում ներկրել այդ նույն էլեկտրաէներգիան հարևան երկրներից, առավել եւս որ 22 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկան ամբողջությամբ ազատականացված է։ Չունենք մենք ազգային առաջնահերթություն այլևս էլեկտրաէներգետիկ ոլորտում։ Լիցենզիաներ են տրվում տարբեր ընկերությունների, որոնք ավելի էժան էլեկտրաէներգիա են ներկրում նույն Վրաստանից։ Վաղը նույն հաջողությամբ գրեթե վստահ եմ, եթե այս սցենարը կյանքի կոչվի, մենք կներկրենք էլեկտրաէներգիա Թուրքիայից կամ Ադրբեջանից։ Ինչն է դրան խանգարելու։